Հայոց սրբավայր Եռաբլուրում, որտեղ հանգչում են Ադրբեջանին հաղթած մեր հերոսները, նրանց մարտական ընկերներն այրում են Ադրբեջանի դրոշը։ Սա է ալնելու, մեր պատասխանը Ադրբեջանին, մեր ընկերների թափած արյան գինը է սալնելու։ Հաղթել ենք ու էլի կհաղթենք։ Նրանք ովքեր ծնկել են այս դրոշի առաջ, իրանք չունեն Հայաստանում ապրելու։ Ժամ առաջ մաքրվեն այս երկրից։ Ադրբեջանի այրված դրոշը հայտնվում է իր իրական տեղում, աղբամանում, եւ այդպես միշտ է լինելու ու էլի ենք հաղթելու։ Ընկերների շիրիմների առաջ խոստանում են Պահեստազորի սպաների միության անդամները։ Եթե Աստված կամեցել է, որ մենք ողջ մնանք, դա մեզ պարտավորեցնում է, որ շարունակենք նրանց շիրիմներին այցելենք։ Արցախյան ազատամարտում հաղթածները պնդում են, հանուն հայրենիքի նահատակվածները հանուն ոչնչի չեն զոհվել։ Այդ հանուն ոչնչին ոչնչությունների համար կարալնի։ Իսկական հայ իրավունք չունի դաժե այդ միտքը իր մեջ ինչ որ մտքի ծայրով անցնի։ Ադրբեջանը պատրաստվում է մեծ պատերազմի, իսկ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Հայկ Նահապետյանի խոսքով խոսում է խաղաղությունից, մուրում է խաղաղություն եւ պատրաստ է հանուն խաղաղության կատարել Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկացած պահանջ, որն ուղղակիորեն սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Քանի դեռ Հայաստանի օրվա իշխանությունները ծնկած կատարում են պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանի նախագահի պահանջները, մենք օր-օր կորուստներ ենք տալու եւ դա ակնհայտ է։ Ռազմական փորձագետը հերքում է իշխանությունների այն պնդումը, որ խաղաղությունն արդեն փաստ է։ Մենք գտնվում ենք պատերազմի մեջ, մեր դիմաց թշնամի պետություն է, պետության թշնամի ղեկավար, որը կոնկրետ խնդիր ունի, ինչու՞ չէ անհրաժեշտության դեպքում ոչ միայն Սյունիք, այլ ամբողջ Հայաստանը վերցնել։ Ընդ որում, որի վերաբերյալ Ալիևը երբևիցե չէր սեթևեթել։ Որ տարածաշրջանը պատերազմի մեջ է, որոշելու են ոչ թե Ալիևն ու Էրդողանը, այլ Լոնդոնն ու Վաշինգտոնն, ասում է Հայկ Նահապետյանը։ Հիշեցնում է, որ Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Հայաստանին անվանեց հանցագործ եւ օկուպանտ, իսկ Փաշինյանն այդպես էլ չհակադարձեց Ադրբեջանի նախագահին։ Սկզբունքորեն չարձագանքելն նշանակում է ինքը համաձայն է եւ կապիտուլյացիային եւ հազարավոր Հայաստանի քաղաքացիներին, որոնց նկատմամբ Ալիևը պատրաստվում է քրեական հետապնդում իրականացնել որպես խաղաբնակիչների։ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթ չի ստորագրելու, ինչու ստորագրի, եթե առանց դրա էլ Ալիևը Փաշինյանից ստանում է այն, ինչ ուզում է, ասում է ռազմական փորձագետը։ Փաշինյան-Ալիև տանդեմից, որը մեր երկրի անվտանգության թիվ 1 սպառնալիքն է, ժամ առաջ պետք է ազատվի։ Ինչպես հարցի պատասխանը հստակ է, իրավիճակի համարժեք գնահատմամբ, միակամությամբ։ Հակառակ դեպքում, ըստ Հայկ Նահապետյանի, թշնամի Ադրբեջանը Հայաստանին կպարտադրի կապիտուլյացիա, Փաշինյանի ձեռամբ ստորագրված խաղաղություն անունով, որն իրական խաղաղություն չի բերի։ Լիլիթ Կասյան, Վարդան Գրիգորյան, Լրաբեր։